Ես ուղղակի պարոն Դադունցից ուզում եմ հետաքրքրվել, թե բացի այդ ֆիզիկական անձանցից, որոնք օգտվելով օրենքի այդ բացերից սնանկ են իրենց հռչակել պարտքերի վերադարձից խուսափելու համար, վարկերի վերադարձից խուսափելու համար, էլ ինչ կատեգորիա է հայտնվում այս կարգավորումների տակ, որոնք չարաշահելով գնում են դեպի սնանկության։ Շատ լավ առիթ է մի հարցել անդրադառնալու պարոն Նազարյան, բացի ֆիզիկական անձանցից սնանկության վարույթում այս դեպքում տուժում են, հա, եթե ֆիզիկական անձինք շատ դեպքերում օգտվում են այս վարույթից, ապա իրավաբանական անձինք շատ դեպքերում տուժում են այս վարույթի արդյունքում, ասեմ ինչու, որովհետև պատկերացրենք մեծ ընկերություն է, որը որոշակի դժվարությունների պատճառով օրինակ չի կարողացել վճարել իր 2 միլիոն դրամ պարտավորությունը, եթե 3 ամիս այդ պարտավորությունը չվճարի, օրինակ հարկային մարմինը կամ ինչ որ մեկ այլ պարտադիր, օրինակ բանկը կարող է դիմել սնանկ ճանաչել այդ ընկերությանը եւ մի ամբողջ ընկերություն հազարավոր աշխատողներով թեկուզ ժամանակավոր այդ դժվարության պատճառով կարող է գնալ սնանկության, իսկ երբ որ կազմակերպությունը հայտնում է սնանկության վարույթում, սնանկ է ճանաչում թեկուզ ապագայում առողջանալու միտումով, արդեն դա իր համար շատ լուրջ խնդիր է, որովհետև արդեն իր բիզնես գործընկերներն են իրենից հեռանում, իր հեղինակությունն է ընկնում ու ճահիճի մեջ է հայտնվում։ Այդ իսկ պատճառով ես նաև դրա մասին մոռացա նշեմ, մենք նաև այս փաթեթով սնանկ ճանաչելու շեմը գործող 2 միլիոնից դարձնում ենք 5 միլիոն եւ նաև այդ բարդեցումներն ենք իրականացնում, որպեսզի նաև հեշտ չլինի, թեկուզ օրինակ իրավաբանական անձի դեպքում չկարողանան այլ կազմակերպությունները կամ այլ պարտադերերը իրավաբանական անձին, որը իրականում լավ առողջանալու միտումներ ունի, բայց ժամանակավոր դժվարություն ունի, չկարողանան այդ մեկ դիմումով ամբողջ կազմակերպության ճակատագրի հետ խաղալ։ Նաև այս մասով է մեր փոփոխությունների ուղղությունը, այսինքն ֆիզիկական անձանց դեպքում, եթե մենք նպատակ ունենք չարաշահումները կանխելու իրենց կողմից, իրավաբանական անձանց դեպքում մենք այո, պաշտպանելու ուրեմն միտում ունենք այստեղ, նպատակ ունենք։ Արձագանք։ Արձագանքի ժամանակ եւս մեկ հարց, մենք ցավոք սրտի երևի, չգիտեմ, ինչ որ կայսրությունների ժառանգություն, սովետական միության ժառանգություն, այդպիսի մտածողություն ունենք, որ ոնց անենք պետությանը խաբենք։ Ցավոք սրտի դա փաստ է։ Հիմա մենք այս մեծ ծավալի աշխատանք եք արել պարոն Դադունց։ Ես ուզում եմ որպես ազգային ժողովի պատգամավոր, որպես Հայաստանի քաղաքացի, մենք քանի տոկոսով կնվազեցնենք այդ խաբեբաների գործողությունները այս դաշտում, այսինքն սնանկ ճանաչվելու միջոցով խաբել պետությանը, խաբել պարտադերերին, չգիտեմ, վարկատուներին։ Թվային առումով շատ դժվար է իրականում պարոն Նազարյան դրա մասին խոսել, ինչու եմ ասում, որովհետև եթե խոսքը գնում է նման դրսևորումների մասին, նաև դրանք քրեաիրավական գնահատականի արժանի հարցեր են, այսինքն եթե խոսքը օրինակ կանխամտածված կամ կեղծ սնանկության մասին է, այո, դրա համար մենք իհարկե այսպես քաղաքական առումով այդ հայտարարությունը անում ենք, որովհետև գիտենք, որ նման խնդիրներ կա, բայց ցավոք սրտի այդ խնդիրները պրակտիկ քրեաիրավական կամ այլ իրավական գնահատականի չեն արժանացել, բայց երբ որ թվերը նայում ենք, ես կարող եմ այսպես ասել, որ առնվազն 50%-ով, առնվազն եթե ոչ ավել, այդ դեպքերը նվազելու են, որովհետև եթե 80% դեպքերն են ֆիզիկական անձանց սնանկության ուրեմն հայցերը, ապա առնվազն նույնիսկ այսպես դիլետանտ հաշվարկներով դրանց կեսը հաստատ կարող են այս խստացումների արդյունքում նման դեպքերը բացառվել, որը էլի բավականին մեծ թիվ կարող է լինել եւ ի վերջո սնանկության վարույթը կծառայի իր բուն նպատակին, այլ ոչ թե նման չարաշահումների։